Ողջույն, նախկին Ֆուրմանով փողոց, հիմա Մամիկոնյանց, ստեղ հայտնվեցի, առավոտ շուտ տնից դուրս եկա, ոչ հացկերը, ոչ բան, գործերը շատ էին, Մամիկոնյանցով գնում ենք, այս կողմը վրացական փողոցն է, ձախի վրա, հիմա ես ուզում եմ ուղիղ գնամ, տեղ համեմատաբար նոր ճանապարհ կա, կհիշեք, դեպի Խաչատրյան փողոց, նոր են կառուցել, ստեղ ուղիղ, զանգ տվեցին, չհասցրեցի ցույց տամ ոնց եկա, ոնց դուրս եկա, մի խոսքով հիմա հայտնվել եմ Խաչատրյան փողոցի վրա, այս մեքենան թեքվում է դեպի Սլավոնական, այս մեքենաների, իսկ աջ կողմի վրա, ձախ կողմի ներևություն դպրոցն է ու Խաչատրյան փողոցով շարունակում եմ գնալը ամսի 16-ն է, 18 աստիճան ջերմություն է, Խաչատրյանի վրա ենք, սենց գնում, կանգնում, անընդհատ ինչ-որ վատ 12-ին եմ տնից դուրս եկել, ընդամենը կես ժամանոց գործ էր Տիգրանյանի վրա արեցի, հիմա Մերգելյան պետք է գնամ, ու նայեք հիմա քանիսն է, մինչև Մասիվից հասած տեղ, էլի, 2:30 է համարյա թե, շատ տխուր է դառել, արդեն ինչ փողոցով գնաս, խցանումը կարաս հանդիպես, էլ չի, որ հայտնի փողոցներն են, որ խցանումը Ցանկացած փողոցում կարա լինի։ Դե որտեվ ցանկացած sense դե կենտրոնից համեմատաբար հեռու թաղամասերում արդեն այնքան շինարարություններ է, որ չի երիկում էլի ճանապարհները ակնհայտ երևում է բոլորին բացի շինարարներից։ Չնայած իրանք էլ են էլի մեքենա քշում, չէ՞։ Տեսնեք երբ էր պրոբկա եղել, երբեք Ափազյանը կտրեցինք լավն է այս Խաչատրյան փողոցը սա երևի ամենալավ հատվածն է գեղեցիկ Լավ, մի հատ էլ ուղիղ գնանք, վաղարշանն էլ կտրենք, ինչ ուրեկան, լավ, գնացի վաղարշան, չստացվեց, են ուր էի մտել, դիմացը, հա, ոնց որ, ու կոմիտաս, Կոմիտասի հետ խաչմերուկ Աստեղ լույսը հաջող չի Ես կոչվում է ես եկել եմ Մերգելյան Հեսա գնամ, տեսեք ինչքան հեռու հաջողվեց մի կերպ կանգնելու տեղ գտնել այս բակում ուժս մի խոսքով արդեն Երևանում կապ չունի որ ռայոնում ես գտնվում բոլոր տեղերը պրոբլեմ է Գնացինք ես բակը տնանք Ենքան քշեցի արդեն չեմ էլ պատկերացնում ինչքան եմ հեռու մոտիկ Մերգելյանին Պետք է որ շենքից հետո լինի, հա ոնց որ թե գնանք Երևա Սենց բակա դե գիտեք ժողովուրդը ոնց կարաց է հարմարվել է, ոնց կարաց է
ընտիր բակը փչացել է, փչացրել է, ինչ անի, այս էլի այդ պրոյեկտն է, էլի պաստորեն, որ մերանցից առաջարկեց, ասեց, ամբողջ Եվրոպայում տենց ընդունված է, այսինքն ստեղ ստորգետնյա մեծ կայանատեղի են սարքում, այդ էլեկտրական մեքենաների համար զարադշնի տեղերով, արդեն աղաքին շատ են քաղաքում դրանք, համոթը կմաքրվի, համ էլ բակերը կլավանան, այդ ծածկը ես որ են անգամ ասեցի 3 մետր, այդ ստորգետնյամ որ սարքում են էլի, հետո վրան ասեցի 3 մետր ծածկ են անում ու ծառեր են տնկում, հետո ինքը ինձ ուղեց, ասեց չէ 3 մետր չի էդ, ամենաշատը 1.80 մետր, տենց արդեն մշակված տեխնոլոգիա կա, նույնիսկ առաջատարը ասեց ով է աշխարհում, ինչ-որ ֆրանսիական ֆիրմա էր չեմ հիշում իհարկե անունը, մի խոսքով համոզված ասեց, որ ապագան դա է Երևանում, դա կլինի, մտենանք, в принципе, ես մտածում եի, ինքը ոնց որ ապագայից է խոսում էլի, չէ, ընդեղ է գտնվում, փողոց ոնց դուրս գամ։ Հա, ստեղ չկա, հա, այս բաներից։ Են մեքենան որ դուրս է գալիս։ Հա, շնորհակալություն։ Լավ գնանք։ Այն տղան էլ որ պետք է հանդիպի արդեն դուրս եկած կլինի երևի։ Մուտքի մոտ պետք է ընդուներ։ Բայց ես կարծում եմ ստեղ բնակիչները եղել են, բոլորը չի որ նորա կառուցվել էլի, ես մի անգամ տենց բան հանդիպեցի, որ սենց շենքեր որ կառուցում են, ասենք կաուչուկի գործարաննա կառուցում կամ չգիտեմ ով, այս բակերի ժողովուրդը դե որ հենց շենքի տեղն է ապրում, երևի դրանց շենքից տուն տվել են, բայց սրանց ոչ մի բան չեն տվել, այսինքն բակը չեն ազատել էլի, հենց սենց էլ եղել է, որ ստացել են այս մարդիկ, այդ հին ապրողները մնացել են, մեջտեղները, այդ էլ է ամբողջ Երևանով նույն ձևի է, այսինքն ստեղ կոնկրետ այդ պրոբլեմ կլինի, եթե այդ իմ ասածով լավ բակ ուզենան սարքեն, այս մարդկանց, հա, չէ, ստեղ պրոբլեմ է ոնց որ թե։ Այն Չայկովսկի երաժշտական դպրոցի դիմացային բակը որ մտա, հիշում եք առաջ անգամ որ ասեցի կլինի անել, այդ բակը պրոբլեմ չկար, ազատ էր լրիվ տարածքը։ Ուղղակի տուպոյ ձևի ասֆալտած էր էլի, երբ որ կարար այգի ելներ։ Ահա, մի հատ այս այգին էլ կնայենք ոնց է, ինչքան է լավաց է, ինչ է եղել, հլը գնամ գործը անեմ, այս տարածքն էլ եթե հիշում եք վարձով էր տրվում, հա, էլի գրած է, Էսա, վարձով է տրվում։ Իմիջալոց ես հետաքրքիր էր ես գծակառույցը կոնկրետ իմացա ծանոթ մարդեր ու ինքը չի կառուցել, ինքը ուրիշի ծառել է ուղղակի։ Այդ տարածքը։
Դա էլ է խնդրեմ էլի, տերը փոխվում է, ուրիշ մարդիկ են գալի, որոնք պրինցիպի ոչ մի մեղք չունեն։ Տարածք է եղել, առել են էլի։ Օրինական լրիվ տարածք ինչ։ Այս մասերը հələ բան չեն արել, հա։ Լավ գործը պրծնեմ մի հատ կարգին կնայենք։ Հələ տենակ կհաջողվի ես անգամ մի հատ բարձրանամ վերևից նկարեմ։ Այն անգամ նկարել էի, սաղ փչացել էր նկարածս։ Հա, էսա։ Լավ ես անջատեմ մի հատ։ Քանի որ ընկել եմ Մերգելյանի բակը, մի հատ պտտվենք ման գանք, ստեղ երբ որ ցուցահանդես ալում այդ վաղտեմ չէ ելնում։ Այս սրճարաններ, այս դուրսն էլ տեղ ունեն, բայց էլ է տուպոյությունն է։ Դուրսը ծխել չի կարելի։ Գնացինք ընդեղ ինչ-որ կուրիլկա ունեն, կուրիլկայում ծխեցինք։ Մեկ ինչ խնամված տարածքներ են։ Շատ լավ է։ Տիրը։ Դա քիրա գործերը ոնց են։ Այդ պետք է հարցն է այ մարդ ինչով են զբաղվում կոնկրետ ինստիտուտը էլի։ Այնտեղ վարձակալության տված տարածքներ կան իհարկե ահագին։ Ես երևի էքսպոյի վաղտ օգտագործում են, հա, այս տարածքը։ Հաճելի տեղ է։ Հա, են ինչ ուժս է, հեսա մոտենամ կտենակ։ Ես է նայում եմ մարդիկ են, ոտերը կան, բայց Երևան էքսպո։ Բայց լավ, ցուցահանդես որ չի լինում, ստեղ ինչ է, դատար կա տարածքը ելնում։ Անհասկանալի է։ Հեսա նայեք։ Անկեղծ ասած, հեռվից ինչ-որ անդուր էր նայվում։ Չէ, դուրս չեկավ ինչ-որ։ Անկապ ֆանտազիա է։ Հասկանում եմ, որ ֆանտազիա է, բայց դա։ Տեղ եկեք է։ Հա, ստեղ գործով Մերգելյանում, սպասում եմ։ Ինստիտուտ թե զավոդ։ Առանձինա, չգիտե։ Չէ, չգիտեմ ճիշտ ասած։ Ինստիտուտ առանձինա։ Այդ չգիտեմ, ինքը։ Այս կոմե։ Հələ մի հատ բան հարցնեմ, դուք կիմանաք։ Հիմա ես Երևան էքսպոն, որ ցուցահանդես չկա, ինչ է այս տարածքը, դատար կա։ Անեն դա։ Աշխատում են մարդիկ։ Աբա որ ցուցահանդես ալում այդ մարդկանց հանում եք։ Չէ։ Էլ չի լինելու։ Բրծա։ Շատ առաջ յարգում թեթևագի։ Հələ դիտված չի։ Հա, իսկ մնացածը ուրիշ հիմնարկներ են արենդայում, հա։ Այո, օֆիսներ են։ Մի րոպե, այ մարդ, բայց այդ ընկերոջս ո՞նց չհարցրեց, ինքը գործարանում է աշխատում։ Հա, բա այդ եմ ասում, դու ո՞րն է գործարան եք թե ինստիտուտ։ Չէ, ստեղ է, այս շենքում է ինքը։ Շենքը ինստիտուտն է դա։ Հա։ Ինչա, բանի վրա է, ծրագրավորող է։ Հա։ Որ հարգնավոր չեմ ճանաչում։ Չէ, կճանաչեք Ո՞նց երևի։ կարող ճանաչենք, եթե բանը ծրագրավորող է։ Աշխատում։ Ո՞րն է։ Քարի ինստիտուտը։ Ո՞ր է։ Քարի ինստիտուտը։ Քարի, այ մարդ, ինչ քարի։ Հա, ես քարի սիլիկատների ինստիտուտ կար սովետի վաղտ։ Բայց էլ եմ քարի գործարանում օբսիդիանի։ 30 տարի է։ Հա։ Հա։ Մեր սուվեներն իրենք։ Հա դուք ինչ եք աշխատում ստեղ։ Սիպակայց առաջունն է։ Հա։ Դե նոր իր այդ սուրճ խմեցինք, հա, այդ ինձ բերեց ներս էլի այդ վաղտ։ Նոր ձունի հետը։ Դե հանդիպեցինք, դե կոֆե խմեցինք։ Ես ասեցի գնամ մի հատ քոչարի են գործը նայեմ, քանդակը։ Այսինքն դուք գիտաշխատող եք այսպես ասած։
Այմար նախքին գիտ Նախքին չէ, աշխատող եմ, հիմա կարող է այդ խելքը բանը։ հիմա ֆիրմա ունեմ, չէ։ քարա մշակում, ֆիրմա է, Որ քարնա, բան, չէ, հատակներ են կանում, Հա։ քարի հատակներ, ստեղ մերոնք են արեցին ձեր այդ շլիֆովկեքը, ստեղ էլ արեցին, Ստեղել են։ հա, ձեզ լավ որ, մի հատ, Անտանոց մարդ է, դրա համար մոտիկ։ հա, հետա ծանոթացանք, Այո, լավ է։ մի հատ են արձանը նայեմ գնամ, բայց ես ոտերը ոնց է հավանում, եք ինչ-որ անդուր բան չի մի տեսակ, Այսի արևի անձրևի տակ ենքան քրքրվեց անդուր դառավ։ Այս բիջ լավ էր էլի։ է ոնց կարա լավ լինի մարդը ոտերը կա ինքը չկա, Կամանա։ հասկացա, բայց Դե հիմա անդուրը, ամեն մարդ դիզել է բան։ Կարող ինձ էլ անդուր։ Բայց մարդը գալի կողքը նկարվում է մի հատ սելֆի անեմ։ հա, Իրար բանանեմ։ Գլուխը դնում են ոտերի տեղը նկարվում։ ընդեղա չէ, չեն հանել են, կիբերնետիկա էր չէ ոնց որ կոչվում, հա, մի հատ նայեմ գնամ, ուրեմն ինստիտուտ կա ու գործարան, եմ էլ գործարանը չիմացա որտեղ է, հա, սա Վարշավա հա տված, ընդհանուր գրած էր Երևան Էքսպո, ես որ զարմացա ասի, ստե ազատ ժամանակը հարմար է աշխատողների համար անցկացնելը, լավ տարածքներ են հաճելի, դե մի հատ քոչարի կիբերնետիկան էլ նայենք, ահա, տեսակ, պաստորեն անունը սխալ է հիշում, կիբերնետիկայի մուսան, ես խիլ կարգին չեն լվանում արձանը, ստեղ ենքան հետագիր ձետալներ կան, ես արձանի մոտ, մի րոպե որ թիվներ, այ 72 թեին կիբերնետիկա հասկացողությունը քոչարի մոտ սենց ասոցիացիաները դե հիմա կարելի է արձանի անունը դնել Ինչ դնել, ինչ եք առաջարկում, ասենք արեստական ինտելեկտ, այս ինչ է տակիր, սենց հա, կուժա, Կարա վաղթին ջուր էր թափում ընդեղից։ Հետաքրքիր է, չէ՞, մետաղ է, էլի։ Մետաղով սալապատած է։ Կիբերնետիկան չի պաստորեն, այլ կիբերնետիկայի մուսանա։ Այ հետաքրքիր է, ինստիտուտը օֆիցիալ անունը ոնց է։
Եկեք ես մի հատ զանգ տամ, հա, всё-таки մի քանի հարց ունեմ։ Հա, այս էքսպոյի հետևը գործարանն է, հա, այս շենքը երկար։ Ստեղ օրինակ են Tales, ոյ, ոտս խփեցի, են Telsel-ն այն որ ավտոբուսների են վճարել է բանը ապահովում է։ Լավ, գնանք, պարզը մոտավորապես։ Ինստիտուտն էլ փոքր է, Մերգելյանի անունով չի, հեսա դուրսը կնայինք ցուցանակը, մաթեմատիկական մեքենաների տենց մի բան է կոչվում։ Հələ մի րոպե, գործարանի վրա գրած է անվանումը։ Հա, կոչվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան։ Դե նայել երևի կոչվում է մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ։ Գնացինք։ Մերգելյանի անունը չկա, բայց նկարը հենա անդեղ տեսնում եմ, հետ էլ նայենք ու գնանք։ Պաստորեն մեծ մասը վարձակալողներ են, ինստիտուտում մի 70 մարդ է աշխատում։ Այս ինչն է բոլ կաֆեները, հա? Այսը մի հատ ստեյ է։ Մարդ էլ չկա, ինձ էլ չի, որ, հա, երևի ուտելու ժամին, հա? Ընդմիջմանը մարդիկ կլնեն, այստեղ ոնց որ դուրսը թողում են ծոխել։ Հենա մոխրամանա դրած։ Հետաքրքիր է, չէ՞։ Իրարից 50 մետրի վրա այն մեկը չի թողում, ասում է օրենքով չի թույլատրվում, այս մեկը թողում է, այսինքն ինչ-որ տեղը օրենքը իրանք են, էլի։ Այս են ծանր ձմեռն է։ Մարդիկ պիջակներով են։ Դա, ինչ որ ասես գլխներիս չեկավ։ Լուսավոր մարդուն ոնց վայրի տվեցինք։ Հայ, ստեղից պետք է զգամ։ Դուրս ստեղից են, չէ՞ գալի։ Դուրս եկանք։ Մերգելյանի ճակատագիրը, որ հիշում եմ, նենց ցավ եմ զգում, էլի։ Այս սիմետրիկ շենքեր են, հա, լրիվ։ Հետևաբար բակերն էլ։ Լավ, մի հատ էս այգին ման գանք։ Այս տարածքը ինչ են անում։
չգիտեմ։ Ստեղ շուկա էր, եթե հիշում եք մի վաղտ։ Լավ էլ շուկա էր, այս սաղ ժողովուրդը տեղից էր օգտվում։ Բա ումից իմանանք ես ինչ առնելու։ Սենց, առանձին տարածքներ են։ Ստե հեչ, ոչ մի գործ չի արվում։ Ջարդել են, հավասարացրել են գետնին ու տենց թողել են։ Մնում այս մեկը։ Հետաքրքիր այս փողոցը ոնց է կոչվում։ Իմիջիալից այն փողոցը Հակոբ Հակոբյան է կոչվում։ Մոռացա ասեմ։ Բայց այս մեկը չգիտեմ։ Կարծում եմ այս շենքը սաղ Կոմիտաս հասցեի տակ է։ Կոմիտաս 1 էլի։ Բեսա։ Ինչա, ինչոցա հայտնի չի։ Նստեք աղա մարդ կա։ Մարդ չկա։ Կոկա-կոլան պետք է գա խմի, չէ՞։ Հա, կուրտկեն էլ աստե։ Դա ինքը վրա։ Չկա։ Հետաքրքիր կլներ իմանալ ինչ է այդտեղ արվում։ Անացապ ինձ փակել են, մի հատ ծակ չկա։ Ինչ լավ դարավ, չէ։ Ինչքան հաճելի է այգին առանց այդ տարբեր ուտելու տեղերի վրա կեսը դատարկ։ Բայց ստեղ մի հատ ծառ կար, հին շատ։ Այդ ռեստորաններից մեկի տերը ասեց, որ մենք հատուկ այդ ծառին խնամում ենք, որտեղ դա արժեքավոր ծառ է, 100 տարեկան էր, 200 տարեկան էր, պրինցիպի վիդեոներից մեկի մեջ կա, բայց շատրվանը անջատեցին, մեքենայով որ անցնում էի, աշխատում էր, հետաքրքիր է։ Ժամանակ ավելի ցուրտ էր։ Ասել նարդիստ, բլոտիստները գեղեցիկ է, չէ՞։ Զրուցարանը։ Չորցինոցը բոյվող կազմա չոք։ Ոչի, բաժակով թողարան բաժակին։ Բաժակով, հետ բել դուք։ Ես? Վառեմ։ Ինչ անեմ, վառեմ, թե անջատեմ։ Լավ էր։
Յուրանջատս կեսը չի բերատվերը, լավ է էլի։ Հա? Իվան հարցնեմ տղեկ, կարող է իմանաք ընդեղ ինչ են ուզում սարքել եք, որ փագել են։ Տեղյակ չեք։ Չեք իմանում։ Թող կաննենք, իրանք հրը մեկ-մեկա, իրանք է խաղանք։ Մեկ-մեկը հանեք, ելեք։ Զարմանալի է, որ չգիտեմ, չէ։ Այ կարող է այս սառներ։ Այս ոչ մեկը չգիտի, հա, ընդեղ ինչ են սարքելու են, որ զավորով փագել են։ Հա, ընդեղ էլ տղեկը չգիտեին։ Հետաքրքիր է, այս այգի անունն ինչ է։ Ունի չէ անուն երևի։ Այս զուգարանի աշխատողը դուրս ելներ։ Ես թվում է տեղյակ մարդ կլներ ավելի։ Ես հետևից մի մոմենտ ինչ թվաց փիղա, չէ, մի ձերը ոնց էր կնճիթը բարձացրեց։ Այս այգի անունը գիտենք։ Armenian çuçut. Armenian çut-çut։ Մարդ կտա հարցնելու։ Չնայած մի րոպե, Google-ում որ նայեմ մի բան կգրի, չէ՞։ Այգի մասին։ Ես հիշում եք, չէ՞։ Դևին հյուրանոցի մոտ էր։ Այնքան անուններ ասեցին, տենց էլ արդեն չեմ հիշում որներ։ Սասունցիներ, զեյթունցիներ։ Ամենավատը, որ հեղինակն էլ ծանոթ տղա է ու չեմ հիշում ազգանունը։ Մի խոսքով բան չգիտեմ հայեր։ Երևի ոնց որ ստեղի մարդկանց 99%-ը էխի տարբերվեն, որ չէ։ Լավ է էլի ժողովրդի հետ ելնել, ժողովրդի նման մեզ պետք է տարբերվել։ Կոմիտասը ստեղից սկսվում է, են մեծ մի հատ ռեկլամնի շիտ կար է, ինչ լավ է կտրեցին, հանեցին, կցեցին ենքում, ստեղել էին ինչ-որ բուտկա խանութներ, այդ ոնց կարացան է, այդ սաղ վերացնեն, այդ սեպականաշնորած, ես իմ
99 տարով վերցրած։ Ոնց եղավ։ Տան Էլոսանով։ Են կոմիտասի այգին չեն կարում։ Այս այգի անունը կարող է իմանաք։ Մեքենանի այգին է։ Տենց են ասում։ Հա։ Իսկ ես ոնց է կոչվում, գիտենք։ Կոչումար դե գրած է կոչվում։ Որտե՞ղ է գրած։ Այն կողմից գրած։ Բա գնամ որ կողքից։ Էսա Լեռնային պարկ։ Հա, հատանում եք։ Հեղինակներ չէր խանգարի գրածելնեին։ Լավ, մի հատ կամերան փոխեմ։ Վերջ, կոչվում է Լեռնային պար։ Էլ զեյթունցի բան չենք ասում, քանդակագործ։ Տիգրան Արզումանյան, իհարկե Տիգրան։ Այս Տիգրանի մոտ եղել եմ, գիտեք որտեղ։ Անահիտ սրճարանը հիշում եք Սայաթ-Նովան Ալբանյան անկյունում։ Այդտեղ Բաքում, չգիտեմ, չեմ հիշում, տուններ թե արվեստանոցներ։ Ճարտարապետն էլ Աշոտ Ալեքսանյան 1979 թիվ դե ճարտարապետը չգիտեմ ես նոր պաստամենտի համար գործարելա թե չէ ես դե 79 թիվ էր գրած տեսակ դե պետք է որ արածել նի այնտեղ որտև սես չէր պատվանդամը ուրիշ ձևեր ես էլ մի հատ կոմիտասով պոկվեմ ահա ու գնամ մեքենայիս մոտ լավ այս մարդիկ չասեին ես այդ գրածը քննողը չէի գնանք կարծում եմ ես դալանից է մտնեմ նույնն է, չէ? Նույն բակն է։ Հա, սենց հետ հետաքրքիր չի։ Ես մի հատ նայենք ստեղից։ Հետաքրքիր է Տիգրանը կա։ Ինձանից մեծ էր հասակով։ Աստե լիքը մարոժներ դրած ուրա։ Պրծավ սեզոնը, հա, երևի։ Հետաքրքիր է, ստեղից էլ կարա, հա, մեքենայով մտնեի, բայց այդ տեղ կգտնեի, թե չէ, շատ կասկածելի է։ Լավ, թափով բակա, չէ։ Clean choice ինչ է նշանակում, դե ասեք։ Այգին էլ դե լսեցեք են, մարդ ասեց, Մերգելյանի այգի ենք ասում։ Դե որ ժողովուրդը ասում է տենց էլ թողելն է էլի, չէ։ Հետաքրքիր է, չէ, բայց ժողովուրդը ամեն ինչ իմանում է էլի։ Չնայած այդ մարդուն վատ վերաբերվեցին հնարավորինս։ Բայց ժողովուրդը զգացվում է, որ սիրում է էլի։ Դե մեծահասակները, երիտասարդները երևի առանձնապես չգիտեն։
Ինչ բակ առանց թթի ծառի, չէ՞։ Երևանյան։ Այս ինչ արևա։ Լավն է, բայց արևը շատ։ Ինչ լավ սեղան է, ճիշկիով, չէ՞, հարմարը։ Մեր մոտ էլ լիֆտի մոտ ճիշկի կար, հիմա չկա, ումներ չգիտեմ հանեց, հարմար բան է էլի։ Այդ տենում եք ես մարդը, որ ճիշկի ունի, ճիշկի դեպ հայերեն ոնց այդ ակիրը։ Անկապ խոսք կլնի, չէ, երևի։ Նայում եք, ճիշկի ունի, ինչքան լավ սարքել է գարաժը, տունը, լուրջ բան է էլի ճիշկին, ճիշկի, եկեք հլը մի հատ Google-ը տնամ ինչ ասում, հետաքիչ դարով, Google-ը ասեց Արադ, ինչ եմ անում, հավատամ դրան, չհավատամ, անկապ խոսք է ինչ-որ։ Ոչ մի անգամ չեմ լսել է։ Մի րոպե, բայց կա խարատ, չէ՞։ Խարատ, կարող է Արադ։ Արադ գիտեմ, բայց Արադ չեմ լսել։ Լավ։ Սա որ է հասադ է, ես մասերը արդեն տեսել ենք ես դալանից դուս եկա եմ տղայի խորորդով ես կողմը նայեք արկելատ զողով հագացա ու դուրս եկանք բակից, այս անստեղ խանութ են կպցրը, ինչքան են նեղացրեց են մեքենաների տեղը, ու դուրս եկանք Հակոբ Հակոբյան փողոց, Ես էլ ներգելանը հաչից, ես այդ շուկան, որ վրազ կանդեցին, հա, այս կամից շուկան բաց է լրիվ, Պարիսվը, դե պատմեցի ինչ էր տեսա, ես մեկը չի մացա, հեստար ստեղ ծակեր կան, նույն բանն է մարդ, դատարկ հարթ տարածքա, մոլախոտով, ու չգիտեմ ոնց մի 4 հատ մեքենա էր կանգնած, որ դեից են մտե ինչ են արը, не знаю, ես էլ այգին, համեցեք, հաճելի տարածք է դարել, ես երկու փողոցները, մեջտեղը,
քիչ այդ մեքենաներին, որ բաց դարձակ տեղ չկա, հələ տեսեք ինչ անկապ կանգնել են։ Այս սրանք կանգնած են, ոչ թե սպասում են, որ գնան։ Ես աչից էլ են կանգնել սաղ, գնանք մտնենք։ Ես էլ նախկին Կասյանը, հիմա կոչվում է Վազգեն առաջին վեհապար։ Ասում էի ու մտածում էի Կոմիտասով գնամ տուն, թե կենտրոնով, ով գիտի ոնց հեշտ կհասնեմ, կանես նա 5-ն է, եթե Կոմիտասով ստեղից պետք է շրջադարձվեմ։ Լավ, են կոմը շատ էր մեքենաները խծանում, եկեք սենց գնամ։ Ես կաղաց չնկատեցի, դες չէր կարելի գնալ, այ մարդ չնայեցի նշանները։ Շրջադարձը տեսա, բայց ուրիշ բան չտեսա։ Լավ։ Հա, էլի մի րոպե, վերևով պետք է գնայի, այ մարդ։ Են էստակադայով, եթե ուղեղ էի գնում։ Սխալ արեցի։ Հա, տուգանքը եկավ, ապսոս, դե շրջադարձվել էի որոշե, պետք է շրջադարձվել, միտքս կեսից փոխեցի ու չմտածեցի, որ այդ ճանապարհը ուղիղ գնալու համար չի։ Բավարարման փողոտա։ Համալսարանը անցանք, ստեղ մի վաղտ անգլիական դեսպանատունն էր, նախագահի նստավայրը և հասանք Խաչմերուկ, դեպի աջ Դմերչան, դեպի ձախ Սիլվա Կապուտիկյան։ Ասել հետաքրքիր բակ է, Անահիտը ստեղ մոկապախտեզ է եկել։ Դեմերչյանի հետ Խաչմերուկ անցանք, Բաղրամյանով սլանում ենք։ Ես էլ մեր ակադեմիան։ Չեխովի դպրոցը։ Այսօր գիտեք, Սահմանադրական Արամ Խաչատրյանի թանգարան, ու ասանք Մոսկովյան, այնտեղ Ֆրանսիայի հրապարակն է երևում,
Այս կողմը կասկադն է։ Մաշտոցի վրա որ կանգնելու տեղ էլ նի մինչև կինոնայրի։ Մի հատ կկանգնեմ։ Եթե չէ, ուղիղ տուն։ Այստեղ էր հույսս, մեկ-մեկ էլ նմատեղ։ Չէ։ Անհույս։ Կինոնայրին հույսով եմ մի օր կդառնա, կրկնվող ֆիլմերի կինոթատրոն, Այմարդ ինքան լավ կինոներ կա, որ կարելի է վերել երեխաները ծանոթանան, թոռներս հաճույքով նայում են, են հին լավ ֆիլմեր դե ես գիտեմ որոնք են, հեղում ուղարկում եմ, Եկանք կորյուն Վերջ հայր ջան Լավ մնաք Միշտ առողջ և խաղաղ երկինք